Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 6։ Տես քո Տեր Աստվածը այդ երկիրը տվել է քեզ, բարձրացիր, ժառանգիր այն, ինչպես քո հայրերի Տեր Աստվածն ասաց քեզ, մի վախեցիր, մի զարհուրիր։ Երկրորդ Օրինաց 1:21 խոսք։ Կա շնորհի մի ժառանգություն, որը մենք պետք է համարձակ լինենք ընդունելու որպես մեր սեփականությունը։ Այն ամենը, ինչին հասել է որևէ հավատացյալ, նույնքան ազատորեն հասանելի է նաև մյուսներին։ Մենք կարող ենք լինել ամուր հավատքի մեջ, բորբոքված սիրո մեջ և առատ Տիրոջ գործի մեջ։ Ոչինչ չի խանգարում դրան։ Ուրեմն, եկեք բարձրանանք և ժառանգենք այդ ամենը։ Ամենաքաղցր փորձառությունն ու ամենապայծառ շնորհը նույնքան մեզ համար են, որքան մեր եղբայրներից յուրաքանչյուրի, որովհետև Եհովան դրանք դրել է մեր առջև։ Ոչ ոք չի կարող ժխտել դրանց նկատմամբ մեր իրավունքը։ Ուրեմն, եկեք բարձրանանք և նրա անունով ժառանգենք այդ ամենը։ Աշխարհներ է մեր առջև դրված, որպեսզի նվաճվի Տեր Հիսուսի համար։ Մենք չպետք է թողնենք որևէ երկիր կամ դրա որևէ անկյուն չհնազանդված նրա իշխանությանը։ Մեր տան մոտ գտնվող այդ աղքատ ու խավար թաղամասը մեր առջև է ոչ թե նրա համար, որ խափանի մեր ջանքերը, այլ որպեսզի հանձնվի նրա իշխանությանը։ Մեզ անհրաժեշտ է միայն այնքան քաջություն, որ առաջ գնանք, և մենք Տեր Հիսուսի համար կնվաճենք խավար տները ու կարծրացած սրտերը։ Ուրեմն եկեք երբեք չթողնենք որևէ փակուղի կամ անցուղի, որտեղ մարդիկ կորչում են, որովհետև մեզ պակասել է հավատքը Տեր Հիսուսի և նրա ավետարանի զորության հանդեպ, գնալու և այդ երկիրը տիրանալու համար։ Ոչ մի վայր այնքան խավար չէ և ոչ մի մարդ այնքան անաստված կամ պղծված չէ, որ գտնվի Աստծո շնորհի զորությունից դուրս։ Թող որ ամեն վախկոտություն հեռանա մեզանից և հավատքով քայլենք դեպի հաղթական նվաճումը։